Սուրեն Սուրենյանցը, բարև ձեզ պարոն Սուրենյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Անցած շաբաթ պարոն Զուրաբյանի հետ էինք հանդիպում եւ ասեց շատ սահուն կերպով Նիկոլը ողջ քաղաքական համակարգը մտցնում է Ադրբեջանի տակ։ Ավտորիտար բռնապետական համակարգ եւ ոչ միայն մենք տեսնում ենք իսկապես դա առայժմ իր մոտ հաջողում է, բայց կարելի է լրացում հավելում այդ ամենի ասել նաեւ թուրքական համակարգի տակ։ Տեսակ որ ազգային ժողովի նախագահ իրենց տեխնացուն Ռուբեն Ռուբինյանն էր, որ դեռ հələ չգիտես շատ ավելի շատ ինքը Նիկոլի տեխնացուն է, ԿՊ-ի տեխնացուն է, թե Թուրքիայի, որտեղ գիտեք այդ հարաբերությունները նախ 1 տարի մնացել է Թուրքիայում, թե ինչ է տեղի ունեցել, դատելով իրենց գործողությունից եւ վարքագծից եւ Թուրքիայի հետ ունեցած մերձ հարաբերություններից եւ հատկապես Քալաչի հետ ունեցած հարաբերություններից կարելի է դատողություններ անել։ Խնդրեմ, այս թեմայով սա ինչու բոլոր առումներով բաներ Նիկոլը Ալենը ավելին քան ծառայում էր, ինչու որոշեց հեռացնել եւ ինչու են թուրքերը այսչափ Ինչքան էլ մենք պահանջատեր։ Նախ այդ ադրբեջանիզացիան, ինչի մասին Լևոն Զուրաբյանն էլ խոսած է, դա ենթադրում է ոչ միայն արտաքին քաղաքական օրակարգերի կամ վասալիտետի պայմանների ընդունում, այլ քաղաքական համակարգն դարձնում այնպիսին, ինչպիսին Ադրբեջանում է։ Ինչ վերաբերում է Ռուբեն Ռուբինյանին, ես նույնիսկ չգիտեմ այդ թուրքերի ցանկությունն է, թե Նիկոլ Փաշինյանը հայ-թուրքիայի հարաբերությունները պրիորիտետ ցույց տալով ինքն է էլի մեսիջ ուղարկում Թուրքիային, որ տեսեք ձեր այդ ինստիտուցիոնալ համագործակցող մերկին դարձում եմ ազգային ժողովի նախագահ։ Մեծ հաշվով թուրքերի համար պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը այս քաղաքականության վերջում Նիկոլ Փաշինյանը իրանց է խնդրելու ապահովել իր իշխանության կայունությունը եւ այլն, բնականաբար, որովհետեւ Ռուսաստանի հետ հարաբերությունների փչացման ֆոնին կոմպենսացիոն որևէ մեխանիզմ մենք արևմուտքից մեզ չեն առաջարկում, մենք չենք լսում ու չենք էլ լսելու, այդ այնքան պարզ է քաղաքագիտության նույնիսկ մակերեսային պատկերացում ունեցող որևէ մեկի համար դա պարզ է։ Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանին, ես շատ վաղ ընտրություններից մի տարի առաջ եմ կանխատեսել, որ նոր ազգային ժողովին նախագահ չի դառնալու, իր տիպի մարդիկ կլոնի վերածվելով կորցնում են իրանց արժեքը ընդհանրապես, նույնիսկ այդ թիմում ընդհանրապես Էլ ո՞նց ծառայեր այս մարդը։ Դե պետք է լես ծառայեր, որ միջև վերջ չմաշվեր։ Կարելի կարծել Հիմա էլ Ռուբինյանն է գալու չէ, այնտեղ քաստինգ էր, ով ավելի։ Բայց դա է պատճառը, թե տեսեք, եթե հանկարծ ինչ-որ մի խնդիր առաջանա, ի վերջո անսահմանաբանոնք, չէ՞, մենք խորհրդարանական այնտեղ շատ կարևոր տեղ է խորհրդարանում եւ թուրքերը հասունացրեցին այս պահի, երկուստ եք հասունացրեցին այս պահի, որ Ալեն Սիմոնյանն ելներ պիտի թուրքերի պահանջները չկատարեին։ Դե չի, ես բացարձակապես չեմ կարծում, որովհետեւ իրանք մեծ հաշվով անձնակենտրոն իշխանություն Հայաստանում այդ պայմանական ասած Եթե Նիկոլին անկապի գլխացավով ինչ-որ Դե գիտեք այդ հիպոթետիկ վարկածները հիմա ինչ տարբերություն որ ուսապարկի մի հատ ուսապարկի վրա Ալենա գրած մյուսի վրա Ռուբոյա գրած ասենք ինչ տարբերություն միանշանակ այդ ավելի շատ ինքն է փորձում քծնել ասենք հիմա քլեչի միջոցով փորձելու են այդ ծախել թուրքերի վրա որ ձեր հետ շփվող մի հատ մարդ Թուրքիայի պրիորիտետում էլ մենք չկանք ակնհայտորեն, որովհետև Թուրքիան առավոտ գիշեր առավոտ ռեժիմով ասում է, որ գնա Ալիևի պահանջները բավարարի բոլոր, հետո կմտածենք հարաբերություններ կարգավորելու մասին։ Մենք այնքան վատ վիճակում ենք մեր սուբյեկտության անկման պատճառով, որ Թուրքիայի պատուհանից չենք էլ երևում։ Ավելի շատ դու Ադրբեջանի վասալն ես, քան ասենք Թուրքիայի, որտեղ Թուրքիան կալիբրով շատ մեծ խաղացող է, անհամեմատ մեծ խաղացող է, դու իր այսինքն ամեն ինչ ինքը կապում է նրա հետ ինչքանով ես կատարելու Ադրբեջանի պահանջները, ինքնուրույն հայ-թուրքական հարաբերություն գոյություն չունի։ Այդ նույնիսկ որոշ թուրք գործիչներ են, չէ՞ դրանից բողոքում։ Եվ առավել եւս մանավանդ որ բազմաթիվ նախաձեռնություններով այդ քո արածը կարան մի րոպեում ջուրը լցնեն օրինակ այդ խոսանք դրա մասին երևի Իսրայելի այդ
քայլ է, չի ասենք։ Բացի դրանից էլ նախկինում էլ իշքան նախաձեռնություններ կան, բայց տեսնում եք հասնում էր ինչ-որ մի պահի, որ միանգամից հայ-թուրքական հարաբերություններ մարդիկ շատ պարզ ասում են։ Անհնար է, կարծեմ երկրորդ նախագահն էլ էր դրա մասին խոսել, չէ՞ որ երբ որ այդ նախաձեռնությամբ իր ժամանակ էր ասել է հույս չունեմ, բայց սկսեք, հետո շատ արագ բաներ եղել, հոդը ցնդեց էլ բոլոր ծրագրերն ու պլանները, հետո էր Սերժ Սարգսյանի ժամանակ։ Թուրքիան 30 տարի ազգային անվտանգության հայեցակարգ ունի հաստատված, որը չի ենթադրում վերանայում այս պահին, Ադրբեջանի հետ, Հայաստանի հետ իրենց հարաբերությունները իրենք անշեղորեն կապում են հայ-ադրբեջանական հարաբերություններում գրանցված ինչ-որ բաներ։ Մենոնք միայն դրանից սկսում են հայ-թուրքական ու գնում են ձախողում։ Հա, բայց ուրիշ փուլում է սկսել։ Այն փուլում է սկսել, որ անհամեմատ նախ փոքր խորհրդանշական զիջումներով կարա իր հասնել հայ-թուրքական հարաբերություններին։ Երկրորդը այդ process էր, որտեղ դու քո ինքնությունը չէիր զիջում։ Ասենք նախքին 3 նախագահների օրոք նման process է եղել, քո ինքնությունը չես զիջել, ինչ-որ քաղաքական բաներ չես զիջել։ Չէ, դա ամենով հանդերձ ուզում եմ ասել, հետո մեկը գնում էր ինչ-որ փակուղ արչեվել կար։ Հա, բայց դու բան չես զիջում, աշխարհին ցույց էր տալի, որ չէր ստացվում նկատում եմ, էլի։ Չի կարա ստացվի։ Չէ, մեր այդ առումով մեր առնվազն բանը Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությունը շատ པարզ էր, որ չի ստացվելու, որտեղ այն ժամանակ էլ շատ པարզ ընդհանրապես հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները չեն կարող փոխկապակցված չլինել։ Դա բացառվում է այդ։ Շատ լավ։ Հիմա մենք Իսրայելի մասին խոսենք, որ ասեցին ունեն օրակարգում եւ այնքան էլ բան չեմ կարծում, որ տենց կարևոր չի Հայաստանը Թուրքիայի համար, շատ կարևոր է, կգամ հիմա դրան, բայց մինչ այդ Սահմանադրական դատարանում ինչ է տեղի ունենում դրա մասին եմ ուզում խոսել եւ մի փոքր հետ գնալ, հա, տեսեք, ինչ որ տեղի ունեցավ Գյումրիում, քիչ առաջ էլ էս հարցադրումներ արեցի, Գյումրին մի տեսակ բոլորը ոգևորված էին, ասում են Գյումրի երկուս է լինելու, որտեղ 3 տարբեր ուժ հիմնական ուժերով գնում են եւ կկարողանան։ Գյումրիում եկեք ընդունենք, որ այն այո, այն տերորը որ կար որոշակի կար, բայց այդ ընտրակաշառքել որոշակի կար, բայց այդ ծավալը չուներ եւ այդ կեղծիքների մեծ ծավալը չկար եւ այնտեղ իսկապես ընդդիմությունը կարողացավ հաջողել։ Սրանից ելնելով սա ինչ է, Նիկոլ ուզում էր աշխարհին ցույց տալ, որ այսպիսի ընտրություններ նաև կան, թե սա շատ լավ Գյումրիի մասն է, թե շատ լավ սա տեսնելով ինքը արդեն հետևություն արեց եւ այսպես մասշտաբային խայտարակ ընտրակեղծիքների գնաց։ Եթե այդպես է, ապա որտեղ էր, որ կենթանու ականջում էր քնած ընդդիմությունը, որ չէին մտածում, որ Նիկոլը, եթե այնտեղ իրեն այսպես է, դա չի նշանակում, որ համապետական ընտրություններում իրեն նույն կերպ պիտի պահի Նիկոլը։ Մունիցիպալ ամենակարևոր ընտրությունը նույնիսկ Երևանի իր նշանակությամբ չի կարող համեմատվել համապետական։ Չէին ընդունում որոշ գործիչներ։ Որովհետև մունիցիպալ ընտրությունը, եթե նույնիսկ Երևանի քաղաքապետ ես դարձնում, շատ սահմանափակ բյուջետային քաղաքականության շատ սահմանափակ հնարավորություններ ունի եւ ով էլ լինի թիմ ղեկավարը կամ բանտ է գնում, կամ պիտի աշխատի իշխանության հետ, որտեղ այլ ճանապարհ չկա։ Կամ էլ պիտի աշխատի իշխանության հետ, սուբվենցիաներ եւ այլն եւ այլն։ Հատկապես Գյումրիի պես աղքատ համայնքում, որտեղ տեղական հարկային մուտքերը շատ սահմանափակ են բյուջեի, որպես լավ ուսումնասիրած մարդ եմ ասում։ Գյումրի կամ այլ թիմում մի քիչ ազատ ռեժիմով ընտրությունները թողելը նաև իշխանության ծրագրի մեջ էր մտնում, ինքը պետք է հասկանար ընդդիմության ներուժը, ապրոբացիա էին անում իրանք էլ, ոնց որ ընդդիմությունները անում, նենց էլ իրանք էին անում, բա հետ Գյումրիից հետո իրանք իդեպ հասկացրեցին, որ էլ Գյումրիի սցենար չի աշխատում, վաղ շաբաթում։ Այնտեղ էլ չէ կեղծիք թույլ տվել։ Այնտեղ սիստեմնի կեղծիք էին թույլ տվել, այսինքն արհեստականորեն երկու խոշորացված համայնք միացրել էին, խոհը բերեցին միացրեցին վաղ շաբաթին, այդ Մեխակյարի ձայները բանում էր, չէ, խոյում էր։ Պլյուս ադմինիստրատիվ ռեսուրսեր աշխատացրեցին, տեսան, որ հաղթահարելի շեմ է այդ անելը։ Հանրապետության մասշտաբով, տեսեք, հանրապետության մասշտաբով Գյումրիի սցենարի մաքուր կրկնություն չէր կարող լինել։ Նա խոր Գյումրիին ծանոթ, հա, գիտի, որ այնտեղ դասական իմաստով ընդդիմությունը չի հաղթել։ Այնտեղ կային երկու շատ ազդեցիկ մարդիկ Գյումրիում,
որոնք հայացներով ընդդիմադիր են։ Ձեր այդ նույն մտքերը հենց այս տաղավարում ես պնդումներ էինք անում, ընդդիմադիր գործիչները ասում էին ոչ, դա աշխատելու է, դա լինելու է, գիտեք նաև ինչն էին հիմնավորում, ասում էին, տեսեք, եթե այնտեղ իշխանությունը իր ռեսուրսներով կարող է վերահսկել, բայց ողջ հանրապետությունով մեկ իզուրու չի լինելու եւ դրանով այնտեղ, եթե անգամ այնտեղ չկարողացավ, ապա հանրապետություններում չի։ Այդ մարդիկ մի հատ հակառակ տրամաբանություն հրաժարվել են մտնել, որովհետև դրա պատասխանները ակնհայտորեն չունեն։ Ադմինիստրատիվ ռեսուրսը ինքնահոսի աշխատող բան է, դա ամբողջ երկրով էլ կարող է։ Բայց այդ հիմնավորումներ ու պնդումները ինչի՞ չէի կանոն, որ հասնեինք նրան, որ միասնական ճակատով։ Միասնական ճակատով գնալը սխալ էր, շատ ճիշտ ճակատով են գնաց, է։ Ինչու՞։ Չէ, ասեմ ձեզ, ասեմ։ Բամ ասում եք, որ Գյումրու օրինակը չէ Ուրեմն այդ սխեմայից չի, սխեման չի խնդիրը։ Հա։ Գյումրիում էլ որ մի ցուցակով գնայք, կարող ավելի նվազ հաջողության հասնել։ Չէ, դուք ինքներդ ասեցիք, այնտեղ շատ կարևոր է որոշակի հեղինակությունն է։ Հիմա տեսեք, ստեղ էլ կային որոշակի։ Եթե գերխնդիրը դրած է, կային բոլորը միասին շփրտեն Նիկոլին, դա ուրիշ բան է։ հեղինակություն կար, հիմա կարևոր չի քաղաքական դաշտում բիզնես կամ երկուսը միայն խառնված։ Տեսեք, ստեղ խնդիրը բացարձակապես այն հարթության մեջ չի, մի ցուցակ թե 3 ցուցակ։ Այս 3 ցուցակը ավելի արդյունավետ է։ Այս եթե մեկ ցուցակներ, մեկը նույն էս կընտրակեղծիքներն ու կաշառք ու կոռուպցիա Նիկոլ անելու են, բայց այս դեպքում ոչ թե ամեն մյուսը գիշերը կգցեր սրանրա վրա, այլ միասնական ճակատով գիշերը դուրս կգա։ Չէ, դրանից չի։ Տեսեք, չէ, մենք մի քիչ խորհրդները խորքային չենք նայում։ Այս ընդդիմությունը լավ ավատա հիմա չենք քննարկում, ես փաստերն եմ 4 արձանագրում։ Ես եղել եմ չէ շատ ընդդիմադիր ֆորմատներում, տեսել եմ ընդդիմադիր առաջնորդներ, որոնք իրանց կերպով հեղափոխական են։ Օրինակ, երկու մարդու անուն կտամ՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Վազգեն Մանուկյան։ Այս մարդիկ իրանց բնույթով շատ տարակ քաղաքական բանում կողմնորոշում են։ Ճիշտ է, համաձայն եմ։ Եվ գնում են Վազգեն Մանուկյանը։ Վաբանկային քայլ չեն նայել, երկուսն են։ Գնում են վաբանկային քայլերի։ Տեսել եմ նաև լիդերի օրինակ, որը վախենում է այդ քայլին գնալ, օրինակ Ստեփան Դեմիրճյանը, որ 100,000, տասնյակ հազարներով փողոցը ողողված է, բայց ինքը լիդեր չէ, իմիտացիա էր։ Ну, այսպես ասեմ, այդ ժամանակ շատ ազդեցիկ ազգանուններ Դեմիրճյան ազգանունը։ Հիմա այս ընդդիմության կառուցվածքը, սա քննադատություն չի, օբյեկտիվ անալիզ է։ Այս ընդդիմության կառուցվածքը 3 գործիչներ իրենց գենեզիսով քաղաքական ծագումնաբանությամբ անկեղծորեն փոփոխություն ուզող են, բայց իրանք հեղափոխական չեն։ Խոշոր կապիտալի ներկայացուցիչները չեն կարող հեղափոխական լինել, իսկ երկրորդ նախագահը իր կերպով բազմաթիվ անգամներ ապացուցել, որ հեղափոխական չի։ Բայց բնական է, որտեվ իրանք մուտքը քաղաքականություն, այս դեպքում լավ իմաստով եմ ասում, փողոցով չի եղել։ Դա տարբեր մարդկային բնույթի, մենթալիտետի հետ։ Օրինակ անձամբ իմ մտքով ասում էր 220 կոչանել ժողովրդին փողոցում հավաքել։ Ասել եք ձեր առաջնորդին խոսակցություն եղել է։ Չէ, առաջնորդին չեմ ասել, բայց շտաբում եղել է խոսակցություն։ Այդ նրանից չէր, որ իրեքով իրար հետ չէին դրա համար չեղավ։ Այդ շատ արագ կար։ Հիմա ոնց են իրեքով իրար հետ լավ կամ։ Ինչի՞ էր դա, որտեղ հեղափոխական բնույթի չեն։ Մեկ այդ մարդիկ այդ բանը, այդ մեթոդը պայքարի մի քիչ դժվար եմ պատկերացնում։ Օրինակ հիմա Իվանիշվիլի էֆեկտն չէ խոսում։ Իվանիշվիլին ես դες ասեմ ինչ էր արել։ Ընտրությունից տարի-տարուկես առաջ երկու հատ շատ մեծ հիմնադրամ էր ստեղծել։ Այո։ Այդ երկու շատ մեծ հիմնադրամներով ինքը սոցիալ պոպուլիզմը ինստիտուցիոնալ հիմքերի վրա էր։ Պետական ինստիտուտները կաշկանդված էին այդ հիմնադրամի գործունեությամբ, որտեղ այդ հիմնադրամները շատ հաճախ կրկնվող ֆունկցիաներ էին կատարում, այն ինչ որ պիտի պետությունը։ Այսինքն ինքը գնացել էր մի քիչ պայմանական, հա, ասեմ, ուրիշ ձևից չընկալվի, պետական ինստիտուտները յուրացնելու ճանապարհով։ Պետական ինստիտուտները։ Բայց դուք ասացին 1 տարի առաջ, չէ՞։ 1.5 Ահա, բայց հայ ժողովրդին դրա համար երևի ձախողեց։ Տեսեք Նիկոլի ինչ խորամանկ էր, ոչ թե դա արեց 1.5 տարի առաջ, ինքը կոնկրետ ընտրություններից առաջ, տեսեք, այդ թոշակառուների հարցը։ Բիձինան այդ կարգի բաներ չէր արել։ Բիձինան խորքային սոցիալական ծրագրեր էր իրականացնում։ Օրինակ ուներ Չէ, Սաակաշվիլի Նիկոլ Փաշինյանը։
Դու նկատի ունեք, այդ Նիկոլ Փաշինյանի Իսկ Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին էր, չէ՞, ինչ որ անում էր տանիքի հարց, հողի հարց, փողի հարց, դեղի հարց, որտեղ հայ ժողովրդի մոտ ասում են, չէ՞, ուտողուրացողի բազմաթիվ երկրներում դա համարվում է սոցիալական ծառայություն եւ կառավարությունները առնվազն ընտրությունից մի տարի առաջ կաշկանդված են։ Այս մարդը վերջին մի ամսում արեց, օրենսդրորեն։ Հիմա ստեղ Հայաստանի օրենքը չի կարգավորել այդ հարցը։ Ընդ որում, չէ, բայց ինքը արել է ապօրինի այդ բաները։ Հիմա ես ուզում եմ, քանի որ ընտրությունները պրծել է, եթե բյուջետային ծախսերում ներառված չի կենսաթոշակների բարձրացում առողջապահության համակարգի ներդրումը, դա ապօրինի է։ Իսկն հիմա մեր ընդդիմությունը չկարողացավ հասնել, որ ասել մեկ անգամյա բան է ձեր համար անում, բյուջեում չկա, բազմաթիվ մեր հայրենակիցներ առաջարկում են հիմա գնալ հիվանդանոցներ, չկա բյուջեում փող, վստահաբար։ Այդ փողերը ծախսել են։ Եթե հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը խորացավ, ես խիստ կասկածում եմ նաև կենսաթոշակների սպասարկման բանը ունակության վրա, կարողության կառավարության, որտեղ պարզ է, չէ, Հայաստանի բյուջետային մուտքերը նվազում են, այդ որ տնտեսության ծավալը կրճատվում, արտահանումներ են կրճատվում, աշխատատեղեր են փակվում, դա բերում է բյուջեի կրճատմանը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը այս անգամ նույնիսկ սոցիալ պոպուլիզմ չարեց, այդ քողն էր, ֆոնը։ Ինքը իրականում ինչ արել։ Գնացել է վարչական ռեսուրսի տոտալ չարաշահման, այսինքն այդ խայտարակ դրսևորումները բոլորս գիտենք, մարզպետարաններ, տարբեր համայնքապետեր եւ այլն, ուղղակի պարտադրել են։ Գնացել է հասարակությունը ահաբեկելու ճանապարհով, այսինքն եթե մենք 2/3 չունենանք սեպտեմբերին պատերազմա, սա գիտեք, սա շանտաժ է, մեծ շանտաժ է։ Գնացել է ռեպրեսիաների աննախադեպ ծավալով, օրինակ ես չեմ հիշում ընտրություններ, որտեղ ասենք երկրորդ համար կալանավորվի, ոնց որ մեր ցուցակում ա եղել բանը, բայց մենակ այդ չի։ Այդ հակակոռուպցիոնի հաղորդագրությունները, որ անդադ տարածում էին, չէ՞, գծած ստեղից ընդերից կպսրած զապիսներով։ Դրանք ինչ են։ Ընդդիմությանը վարկաբեկելու նպատակ ունեին։ Պրոպորցիայով ընդդիմությանը վարկաբեկում էին։ Այսքան զապիս կտարածեք ուժերի վրա, այսքան կտարածեք Բարգավաճի վրա, այսքան Հայաստան դաշինքի վրա եւ այլն։ Եվ վերջապես գնաց մի հատ Հայաստանի պատմության համար երկու այլ նախադեպ համակարգային կեղծիքի, դա ինչ էր։ Ծրարների թափանցիկ կրնելը, որ ընտրությունների վերահսկողության մեխանիզմ էր, լույսի տակ ես ինքս ստուգել եմ։ Ծրարը թափանցիկ էր։ Եվ երկրորդը այն աննախադեպ որոշումը ԿՀ-ի որոշումը, որ Բարգավաճին դուրս թողեցին։ Այսինքն ինքը այս անգամ այդ քող ա եղել, քող Հայաստանում հաստատվել է քաղաքագիտական տերմին կա, մրցակցային ավտորիտարիզմ։ Չէ, դու այն թվերը ասեք 17000 ձայների 80000 100,000 ձայն վերահսկողությունից դուրս է եղել, այո։ 98000 ձայն, ավելի ստույգ ասեմ, որ չասեն սխալ թիվ եմ ասում։ 98000, իսկ 98000 ձայնը մոտավորապես կազմավ 6-7%։ Դե այնտեղ նաև թվերը Օրբելյանն էլ չէ ներկայացրեց, այսօր նաև փոխանցեց Հայկ Նահապետյանը, որ ընդհանուր հաշվարկում ես մոտավորապես 400 քանի հազար ձայնի փոշիացման եւ կեղծելու մասին է խոսքը։ Կես միլիոն ընտրողի մասին է խոսքը, ինչ արել Նիկոլը։ Ստանդարտներով ու չափանիշներով ԿՊ-ի համար կարում եմ հաշվեմ։ Օրգանիկ այսպես կոչված, ոնց որ Նիկոլ Փաշինյանն է ասում, 450,000 ձայն։ Այդ 727-ից հանած 450,000 ձայնը ոչ օրգանիկ ձայներ են։ Այսինքն կեղծիքով, մանիպուլյացիաներով եւ այլն ստացվում։ Օրինակ, եթե 450,000 ձայներ հավաքում ԿՊ-ն, կարող ենք համարել, որ հանրային տրամադրություններում արտացոլված է։ Հիմա մարդ կարուսել են խաղացրել, գուցե Օրինակ զինվորականների քվեարկության։ Գուցե ո՞րն է, եթե մինչև ժամը 3-ը զինվորականները ընտրություն են կազմակերպում։ Մի հասցեի վրա էսի ինչքան մարդիկ են, մարդկանց անուններ կան, քիչ առաջ մեզ ներկայացրեցին, երկու օրից գալու են ասել, նույն անուն ազգանունը տարբեր ընտրացուցակներում կա, ինչի մասին է խոսքը։ Ակնհայտորեն մարդ կարուսել են կազմակերպել։ Շատ լավ, հիմա սահմանադրական, դե պարզ է, որ այդ կեղծիք այդ ամեն ինչը կա, հիմա սահմանադրական դատարանն էլ իրենց է, դուք տեսաք, որ իրենք անգամ մի դատավոր չհանդուրժեցին, որ մնա, գիտեք ինչու համար, որ հանկարծ այլ կարծիք չլինի։ Երկու նպատակով, հատուկ կարծիք որ այդպես։ Հատուկ կարծիք, բայց երկու նպատակ, սահմանադրական դատարանը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ամենաբռնաբարված ինստիտուտն է։ Ավելի բանը
փոշտանգված ինստիտուտ չկա երևի, չէ՞։ Սահմանադրական դա։ Ուրեմն ես էլի կրկնեմ։ Նախագահ Ռոբերտ Քոչյանի ժամանակ Սահմանադրական դատարանի անդամներ կային, որ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոքին նշանակվել, կարևոր ինքներ նշանակում։ Սերժ Սարգսյանի ժամանակ բոլոր 3 նախագահների կողմից նշանակված կա։ Բանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի 2018-ից հետո են բոլորը նշանակվել։ Ընդ որում այնտեղ 3 հոգի կան, որ ախր ակնհայտ քաղաքական մաքուր քաղաքական նշանակումներ, էլի։ Հիմա տեսեք, այս դատարանից ակնկալել, որ ինքը իրավական որոշում պիտի կայացնի։ Այդ նույնն է ոնց որ բանը ամրանը ձյուն ակնկալել։ Հետևաբար ինչու անում ընդդիմություն, ընդհանրակարգ է պիտի դրանով անցնի ապագայի համար։ Իհարկե։ Բա հետո կներեք, հետո բանը շատ լավ իմանալով արդյունքը ինչ է լինելու։ Շատ լավ կանխատեսելով, ասենք իրավաբանները, որոնք մեր շահերը պաշտպանում են, Վարդևանյան, Օրբելյան, Խուդոյան եւ այլն, այդ մարդիկ, որ մեր շահերը պաշտպանում են, իրանք իրավունք էլ չունեն չհավատալու, որ կարող է իրավական լուծում լինի, որտեղ մասնագիտությամբ իրավաբան են, իրանք իրաց գործը փայլուն կատարում են, իդեպ շատ ավելի լավ են կատարում իրաց գործը, քան քաղաքական գործիչները իրաց գործը։ Բայց սա ինչի է պետք։ Նախ ոչ մի հանցագործություն էս կարգի անհետևանք չպիտի մնա։ Եթե հիմա տեսեք, սա եթե ուզում եք իմանաք, իմ ու ձեր կամ այդ փաստաբանների խնդիրը չի։ Կոնկրետ մարմին կամ դառնալու են Վահագն Հովակիմյան ու Նիկոլ Փաշինյան, այսինքն Սահմանադրական դատարանի այդ 7 կամ 9, դեն երկուսը գլխից են դառել այդ։ Դրա համար նրանց կարանք համարենք, որ արդեն Նիկոլու Վահագն, հա, ես եմ մնացած 7-ի մասին եմ ասում։ Իրանք լուստրացիայի խնդիր ունեն, կամ հանցագործ են դառնում ԿՀ անդամների նման, կամ էլ իրավունքի արդարադատության, ես չեմ հավատում իհարկե։ Տեսեք, Սահմանադրական դատարան դիմելու այս ողջ process-ը պետք է որ հիմք դառնար, որ 3 ուժերը եւ ոչ միայն 7 ուժերը միավորվեին, ինչի առաջ 10 ուժերը։ Գիտեք ինչ եմ ասում։ Ինչի Այսինքն 9, այն Արման Բաբաջանյանին հանեք, տեսեք 6 ուժեր դիմեն։ Թուրքիշանը։ Հա? Թուրքիշունը, նրան էլ հանած։ Որ ուզում էր Թուրքիշուն դառնալ։ Շիրինյան բան էլի նկատի ունեմ։ Չէ, դիմաց 7-ից 7 հոգի, որ դիմել են ՍԴ վիճակում են 7 կուսակցություն։ Արման Բաբաջանյանին հանում եք տեղից։ Այդ 6-ին գումարեք եւս 3 կուսակցության, որովհետեւ ՀԱԿ-ը, Լուսավոր Հայաստանը, մեկ էլ ԱԺԲ-ն ճիշտ է չեն դիմել ինքնուրույն Սահմանադրական դատարան, բայց միացել էին այն վեցնակի հայտարարությանը, որով կասկածի տակ էին դրել ընտրությունը։ Լավ, հիմա պիտի հիմք ստեղծել, որ միանային, որտեղ Սամվել Կարապետյանն էլ առաջարկ արեց, արդեն մեկ քանի օր է Չէ, 10 օր անցել, հա։ Չենք տեսնում դա, ոնց է։ Դա լավ, շատ պարզ ասա, հիմա միջին, այսինքն մեր մակարդակով, այսինքն այն երկրորդ էշելոնի գործիչների։ Կա դա։ Անդադ շփումները կա, անդադ հանդիպում ենք, իմիջիալուց ասեմ, երբեք այսքան բաց ու մաքուր հարաբերություններ չի եղել այդ առումով։ Խոսքը բոլոր 7 ուժի թե հիմնական 3 ուժերը։ Դե եկեք սենց ասեմ, 3 ուժերն են հիմնականում, բայց համագործակցության ծիրում ներառված են նաև առնվազն միասնության թևերը, ՀԱԿ-ը, որ ես տեղյակ եմ, այսինքն 5 ուժ առնվազն այս process-ի մեջ ակտիվ կա։ Հիմա տեսեք, բայց եկեք շատ անկեղծ լինենք, մեր հեռուստադիտողին էլ մի քիչ հարգենք, որ մեր անկեղծությունը նաև մեր բաների առումով գնահատվի։ Այս ձևից մենք բանտ քաղաքական համակարգ ունենք, որը համակարգերը ձևավորում է անձերի շուրջ։ Գաղտնիք չեմ ասում, էլի։ Այսինքն ինչքան էլ մենք այն մյուս գործիչներս առաջի տասնյակի բանի ինտենսիվ շփվենք, բան անենք, վերջի խոսքը պատկանում է, դուք գիտեք, առաջի դեմքերի։ Հիմա մենք այս ներքին շփումներով հասունացնում ենք այն պահը, երբ որ 3 լիդերները հանդիպում կունենան ու կֆորմալիզացնեն այդ կոնսոլիդացիան։ Ինչ-որ բան խանգարում է, որ ինչ-որ բան չի խանգարում, ինչ-որ բան հասունանում, հա, դուք մի մոռացեք, որ քաղաքական
տարբեր ուժեր, տարբեր արագությամբ են հասնում։ Բայց մյուս կողմից պարոն Սուրենյան, ինչ որ բան էներգետիկ առումով դե գիտեք որ ինքը հենց ընտրությունները էներգիան խտանալու ամենաբան հիմքերն են, չէ՞ տալիս։ Հիմա հասունացել է այդ բանը, դանդաղ։ Դուք ճիշտ եք ասում, եթե արագ հեղափոխության ես գնում, բայց մենք արդեն խոսացինք այն մասին, որ արագ հեղափոխական սցենար չկա։ Հետևաբար, այսինքն հիմա նոր պետք է ինչ-որ հետևաբար շտապելու խնդիր չկա, տեսեք։ Մենք ասում եմ, մենք շատ երկար ներսում քննարկում ենք, այլ ուժերել են քննարկում, ոնց որ կա ընդհանուր պատկերացում էլ կա, ներքին եւ արտաքին ինչ-որ մարտահրավերներ են գույքագրել։ Հաշվել ենք այդ մարտահրավերները, եկել ենք այն ընդհանուր եզրակացության, որ process-ը պետք է մոդելավորենք 1-ից 1.5 տարվա կտրվածքով, այսինքն արդյունավետ իշխանության վաղճանը քաղաքական արդյունավետ համարել ենք այս թայմինգի մեջ։ Հիմնականում պայմանավորված արտաքին ազդակներով Իրան, Միացյալ Նահանգներ, Թուրքիա, Ռուսաստան, ամեն ինչը, տեսեք, մի կողմից ինքը կորցրել է բալանսը Արևմուտք Ռուսաստան հարաբերությունների։ Իհարկե, մի կողմից կորցրել է բալանսը նաև Ռուսաստան, Թուրքիա, հա, դա ռեգիոնալ բալանսն է կորցրել։ Դրան անդադ գումարվում են խնդիրներ։ Գիտեք, հիմա շատ սիրուն կարա խոսա, կարա կատականի, կարա ԵԱՏՄ-ի թեմայով տափակություններ դուրս տա։ Ոնց որ 2 տարի առաջ ասում էր, մենք ենք հապկից դուրս եկել, թե հապն Հայաստանից դուրս եկել, հիմա էլ ասում են պարզել ԵԱՏՄ կա, թե չկա։ Հեսա բանը կներեք, կլոնադա է մաքուր, իրականում հայ-ռուսական հարաբերությունները ասիմետրիկ են։ Այսինքն հավասար դաշնակիցների հարաբերություններ չեն, աշխարհում տենց հավասար դաշնակցային հարաբերություններ գոյություն չունեն, միշտ դաշնակիցների մեջ մեկը բան է կոնսոլիդացնող առնում։ Հիմա այդ ասիմետրիկ հարաբերություններում թույլ կողմը չի որոշում, հակադրություններ թույլի շահերից չի բխում։ Եկեք ես շատ պարզ ասեմ, հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամին ստեղծած համատեքստը որևէ կոմպենսացիոն մեխանիզմով չի լրացվում Արևմուտքի առաջարկած, չկա տենց մեխանիզմ, որտեղ խոսքը 4-ից 5 միլիարդ դոլարի մասին է, ես միայն տնտեսական մասն եմ ասում, 4-ից 5 միլիարդ դոլարի մասին է։ Այդ 4-ից 5 միլիարդ դոլարը ոչ մի տեղից իրան չեն տալու։ Նախ հիմա ոչ մեկ ազատ ռեսուրսներ չունի, որ բերին բոլոր երկրներում գիտեք, ճգնաժամ այդ Հորմուզի նեղուցի փակման հետևանքով եւ այլ բազմաթիվ բաների։ Հիմա տեսեք, այդ մեկ անվտանգության երաշխիքներ էլ չենք ստանալու։ Աշխարհի որևէ երկիր, բացի Ռուսաստանից չկա, որը պատրաստ է քեզ անվտանգության երաշխիքներ տա, որակի մասին չեմ խոսում, տալ չտալու մասին եմ խոսում, դա գլոբալ իմաստով։ Եվ հետեւաբար ենթադրել, որ կոմպենսացիոն մեխանիզմները գտնվելու է միամիտ բան է։ Թրիփը, որ իրաց գլխավոր հաղթատուղթն էր։ Տեսեք, հիմա ես ձեզ բերում եմ փաստը։ Իհարկե մենք չգիտենք Իրան-ամերիկյան հակամարտություն, այս փխրուն 14 կետանոց փաստաթղթով կվերջանա, թե շարունակություն կունենա, մենք տեսնում ենք, որտեղ առնվազն Իսրայելը ամեն ինչ անում է, որ դա խաթարվի, այսինքն չգործի այդ ռեժիմը, հրադադարի, բայց նաև ակնհայտորեն տեսնում ենք, որ Հորմուզի կառավարման հարցում, Իրանի միջուկային ծրագրի հարցում լեզու չեն գտնում Վաշինգտոնն ու Թեհրանը, բայց նաև Վաշինգտոնը, Իրանն ու Ամերիկան հասկացել են, որ պատերազմով խնդիր չեն կարող լուծել, հատկապես Միացյալ Նահանգները։ Միացյալ Նահանգները ստրատեգիական պարտություն են կրել, իրանական պատերազմը դառավ իր հեգեմոնիայի ավարտը։ Եվ այս տրամաբանական հարցադրում եմ անում։ 4 կետն է կարծեմ այդ փոխմբռնման հուշագրի, որտեղ խոսվում է, որ Պարսից ծոցում Միացյալ Նահանգները առնվազն պետք է կրճատեն իրենց ռազմական ներկայությունը։ Հիմա ձեր կարծիքով մերձավոր Արևելքի Իրանի համար այդքան կարևոր է, Հարավային Կովկասը խիստ անկարևոր է, իսկ այնտեղ կրճատման պահանջ է դնում Միացյալ Նահանգների, պիտի թողի Սյունիքում Միացյալ Նահանգների ներկայությունը ուժեղանում։ Քնտրիփը այն ձևով, որ կար ստորագրվել է, չի գործել։ Ինքը խմբագրվել է։ Տեսեք, ընդհանրապես 1-2 բանի մասին խոսեցիք շատ կարևոր, որ կարող են շատ արագ
process-ներ եւ գործընթացներ լինել եւ պիտի այս պարագայում հատկապես հետո իմ ունեցած ինֆորմացիայով ընդդիմությունը պիտի շատ պատրաստված լինի։ Իմ ունեցած ինֆորմացիայով այս անգամ տնային աշխատանքը շատ լավ նախապատրաստել են նաեւ Մոսկվայում, Ռուսաստանում։ Նիկոլ Փաշինյանը տարբեր խողովակներով դիմում է եւ մերժում է ստանում այդ Պուտինի հետ հանդիպման։ Դա համարյա 100%-անոց ինֆորմացիա եմ ասում։ Ինչն է մերժման պատճառը։ Ռուսները միամիտ չեն, իրանք փաստացի իշխանության հետ սստենեց աշխատելու են, բայց իրանք գինն են բարձրացնում, գինը։ Սովորաբար այդ դեպքերում գինը շատ բարձրացնում ես, որ բանը գորգի վրա տանես, զիջումներ պարտադրես։ Իրանք հիմա այդ անում են։ Ես անցած շաբաթ մի հատ միտք էի հայտնել, մեր ընդդիմադիր որոշ գործընկերներ նեղացել էին, բայց հիմա էլ եմ կրկնելու այդ միտքը։ Ինչու ընտրական գործընթացի կեսից Ռուսաստանը որոշեց պատժամիջոցներ կիրառել Հայաստանի հանդեպ։ Ընտրական գործընթացի կեսից Ռուսաստանում հասկացան, որ արագ իշխանափոխություն Հայաստանում չի լինելու։ Եվ որոշեցին երկրորդ գործիքը Իրենց շահերը սպասարկելու համար դիմել պատժամիջոցներ։ Այսինքն իրենք էլ ներքին տվյալներով իրենց համար բարձր, որ այս ընտրություններին այդպիսի գործիքակազմ են Նիկոլ օգտագործում, չեմ ասում եմ մաքուր տվյալներով։ Իրավիճակը։ Եվ իրանք կոշտ գործիք դրեցին, որ հետո Նիկոլ Փաշինյանին մեծ գին պարտադրեն։ Ինչ-որ հարաբերությունները կարգավորելու, Մեդվեդևի երեկվա հայտարարությունները օրինակ բան, այդ տրամաբանության մեջ են։ Իդեպ, ես արձագանքի իշխանության գիտեմ, քանի որ մեր հասարակության մեջ Մեդվեդևի կերպարը դեմոնիզացված է, հիմա ասելու են Մեդվեդևը բան չէ, դեմոնիզացված է կերպարը։ Բայց այս դեպքերում որպես կանոն ու միշտ առաջարկում եմ այդպես անել, պիտի չկարևորես ով ասողը։ Այս դեպքում պիտի կարևորես որ մայրաքաղաքից է հնչում եւ ինչա ասվում։ Դե իրաց գործնա չէ ում են հանձնարարում, Մեդվեդևին են հանձնարարում։ Հետո չմոռանանք որ Եվ ինչ հետևություն Մեդվեդևի հայտարարությունը որ հայ-ռուսական հարաբերությունները շատ խորհրդային ճգնաժամի մեջ են։ Գագիկ Ծառուկյանի մասին է խոսացել, բայց մեր մամուլի կիսատ է Ռեբեկայի հարցազրույցը տվել։ Այնտեղ հատուկ առանձին անդրադառնում է նաև ԲՀԿ-ի խորհրդանից ԲՀԿ-ին ֆիլտրելու պատմությանը։ Ասում է որ դա է արևմուտքի պարտադրած ժողովրդավարությունը Հայաստանին։ Այսինքն երկու դրվագով ԲՀԿ Գագիկ Ծառուկյան, բայց ինքը ավելի գլոբալ բան է ասում։ Ասում է որ խզումը Ռուսաստանի համար շատ ծանր գին է նստելու Հայաստանի քաղաքացիների վրա։ Սա նշանակում է անգամ չի այդպես ինչ է զարմացած։ Ավելի բան ձևով Պուտինն էլ էր ասում։ Գիտեք ուրիշ բան է, երբ որ ընդհանրական են խոսում, ուրիշ բան է։ Ընդհանրական չէ, Պուտինի խոսքում դուք ընդհանրական։ Չէ, բայց Ասում ժողովուրդը հասկանա, այլ ո՞նց ասել ժողովուրդը հասկացեք, ինչա ձեզ սպասում։ Պուտինի խոսքը ապրիլի 1-ին է ինչ։ Ընդհանրապես հայ-ռուսական հարաբերություններում կարող եք ճշտել, շատ հեշտ է դա ճշտելը, ճգնաժամը այսքան երկար չի տևել։ Եղել է սենց զիգզագ հարաբերությունների բանով, հիմա տեսնում եք, որ շատ ինստիտուցիոնալ բնույթ է եւ ելի եմ կրկնում, շնորհավորանք չենք լսել Մոսկվայից։ Ընտրությունների արդյունքների ճանաչում չենք լսել։ Սա նշանակում է, որ Ռուսաստանը ճնշումը ուժեղացնելու է Հայաստանի վրա, չեմ ասում այսպես հավերժ կշարունակվի։ Կգա մի հատ կետի Նիկոլ Փաշինյանը կանգնելու է շատ լուրջ դիլեմայի առաջ։ Եվրոպացիների հետ սիրախաղը շարունակի կամ հակառուսական ստրիպտիզը, թե ընդունի Մոսկվայի շատ կոնկրետ նախապայմաններ։ Միշտ ունեցել է դա եւ ինքը ձևը գիտի։ Միշտ չի ունեցել դա, որտեվ ապրիլի 1-ից հետո ենք մենք լսել Ռուսաստանի դիրքորոշում, որ իրանք երկու աթոռի վրա նստելու մարտավարությունը չեն անդուրշելու։ Դրանից առաջ ռուսները բավականին լոյալ էին վերաբերվում։ Ինչի՞ մոռացել եք Զախարովայի հայտարարությունը։ Զախարովը Պուտին չի, Զախարովը դրա համար էլ մակարդակների տարբերություն կա։ Իրավիճակը կտրուկ փոխվել է ապրիլի 1-ին Պուտինի հայտարարությունից հետո։ Որտեվ Զախարովայի հայտարարությունները ինչու, բայց հետո ռուսները շատ արագ եթեր էին տրամադրում փոխվարչապետ Օվերչուկին, որը շատ կառուցողական էր խոսում հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Դեռ միշտ ապեք, հիմա չի բացառում վաղը նորից այդպեսի կառուցողական։ Իսկ ով ասեց ես բացառում եմ, բայց դրա դիմաց Նիկոլ Փաշինյանը շատ ծանր գին է վճարել։ Ես թակարակ։ Ասեցիք 1-2 բան, ասին կարող է միանգամից հրաժարվել ԵՄ ստորագրած։ Գիտեք, ես չգիտեմ ինչ գին կպարտադրվի իրան, բայց ես գիտեմ, որ այս արևմտյան գործընկերներն էլ այսքան ռեսուրս հենց իր վրա չեն ծախսել, այսինքն եթե ինքը
ռևերսանի դեմ են կողմ են կողմից հարված ստանալու, այս կողմը մնա են կողմից հարված ստանալու, այսինքն այդքան այդ թրիպն էլ արդեն ասեցի չի աշխատելու, թրիպը հստակ հիմա կարա դառնա Ռուսաստան, Ամերիկա, Իրան համաձայնության կոմպրոմիսի Այս լարված փուլում գուցե դեռ առայժմ բավականին ձեռնտու է Նիկոլա Ռուսաստանի համար, ինչու՞։ Որտեվ հայտարարություններ արում, նա էլ հակառուսական հապկից հիմա չգիտեմ ինչ, բայց շատերը ծիծաղով են վերաբերում, որտեվ դա շարունակություն չունենալ եւ ինքը դուրս չի գալու։ Ռազմաբազայի մասին ինչ չգիտեմ, այս Ռուսաստանն է լինելու ինքը ծանր վիճակում, այս փուլում շատ լավ կարողանում են ապրանքները բերել Հայաստանով տանել, այսինքն բավականին մի բան ձեզ ասեմ, այդ մենք ստեղ նստած Երևանում չենք կարող Կրեմլի փոխարեն որոշել իր կարմիր գծերը այս պահին ինչքանով են տրորված։ Եթե ռազմաբազաները շարունակում են մնալ հա, բայց այս քաղաքականության շարունակությունը բերելու տեսեք ուրիշ բան է, երբ որ ինտեգրացիոն մի պրոյեկտում ես խնդիրներ ունենում, ասենք ՀԱՊԿ-ում, որը կա։ Ինչ որ սանկցիաների մասին է խոսքը, բայց մեծ հաշվով շարունակում են հիմնականում։ Եկեք ենթադրություններ չանենք, որտեղ մենք իսկապես չգիտենք Մոսկվայում սա ցուցադրական ճնշում ինչ-որ բան կորզելու նպատակով, թե կարող է ավելի խորանա այս ճնշում։ Ի վերջո ես ձեզ շատ անկեղծ ասեմ, ոչ մեկ չէր կարող կանխատեսել, որ մի օր ռուսական տանկերը Թբիլիսիի մոտակայքում են հայտնվելու կամ առավել ևս ռուս-ուկրաինական պատերազմը սկսել։ Գիտեք, այդ կարմիր գծերը միայն բավարար ինֆորմացիայի դեպքում կարող ենք որոշել տրորված է թե չէ։ Հետո մենք հետախուզական տվյալների չենք տիրապետում։ Այսինքն մենք չգիտենք Նիկոլ Փաշինյանի արկածախնդրությունը այն ուղղությամբ արևմուտքի դեպի ուր է հասել։ Մենք նաև չգիտենք ինչ պայմանավորվածությունների համակարգ գոյություն ունեն Բաքվի հետ։ Այս բոլորը շոշափում են ռուսական շահերը։ Եվ չմոռանանք մի շատ կարևոր հանգամանք։ Մինչև իրանական պատերազմը Իրանը բավականին սահմանափակ ազդեցություն ուներ տարածաշրջանում։ Հիմա Ռուսաստանը կարող է ավելի անկաշկանդ գործել, որտեղ Իրանի սուբյեկտությունը շատ մեծացել է։ Բացառում եք նորից պատերազմի մեջ ներքաշել Իրանին։ Ոչ, աբսոլյուտно ոչ։ ոչ։ Դեպքում կարող ինչ-որ բաներ փոխվել։ Հա, բայց ինչքան պատերազմը շարունակվի, այնքան Ամերիկայի վճարելի գինը մեծանալու է, վստահ եք։ Այդ մի բան ասեմ, մի շատ հարգարժան քաղաքագետ էի լսում, ամերիկյան մամուլում եւ փորձագիտական շրջանակներում խոսում են, որ իր ազդեցությամբ եւ քշորով Իրանը դարձել է աշխարհի 4-րդ պետությունը այս բանը։ Ռուսաստան, Ամերիկա, Չինաստան, Ռուսաստանից հետո։ Որտեվ տեսեք, ինքը կարող է արդեն ձեռները հասնում է նավթի համաշխարհային առևտրի 20%-ը վերահսկելու։ Իսկ դա ազդեցության գիտեք ինչ փաթեթ, հա, տարապես համաշխարհային քաղաքականության վրա։ Դրա համար հիմա մի քիչ տարբերվող վիճակ է, իսկ եթե Իրանի դերը մեծացել է, Ռուսաստանը կարող է ավելի անկաշկանդ գործի այստեղ, որտեվ ոչ մեկի համար գաղտնիք չեմ ասի, որ ասեմ Սյունիքի հարցը կարգավորված է Թուրքմենչայի պայմանագրով, կարմիր գիծ է թե Իրանի, թե Ռուսաստանի համար, եւ մեծ հաշվով այդ մասին Օվերչուկն հիշեցրեց այս 10 հենց ապրիլի 1-ին էլի 10 գործակալության տված ծավալուց հարցազրույցում Թուրքմենչայի պայմանագրի մասն էր խոսում Օվերչուկը։ Դրանից առաջ Շոյգուն էր այդ պայմանագրի Շատ լավ։ Հիմա տեսեք, դուք ասացիք այսօրվա առաջնորդները հեղափոխական չեն։ Այն մարտահրավերները, որ կան մեր շուրջ, որ առաջ կարող են գալ, այդ իմաստով պատրաստ են այս ընդդիմադիր առաջնորդները դրան, թե ինչպես ասում են, նորի պահանջ կա։ Մի հատ խնդիր պիտի լուծեն։ Եթե լուծեցին, պատրաստ կլինեն, չլուծեցին, նորերը կգան։ Տեսեք, այդ խնդիրը հետևյալն է, գաղտնիք չեմ ասի, հա, որ երկարաժամկետ, միջնաժամկետ խնդիր սպասարկելու համար քաղաքական համակարգեր չկան Հայաստանում։ Ուրիշ բանա նախընտրական լոգիկան, երբ որ դու կենտրոնացնում ես ռեսուրսները, մտնում ես պայքարի մեջ, ինչ-որ արդյունքներ ես գտնում։ Եվ Գագիկ Ծառուկյանը եւ Սամվել Կարապետյանը իրանք ավելի շատ քան Ռոբերտ Քոչյանը, որտեղ այնտեղ ինչ-որ համակարգ կա այնուամենայնիվ, կենսունակ քաղաքական համակարգեր ձևավորելու անհրաժեշտություն ունեն։ Դա պետք է անեն շատ արագ, ամիսների, շաբաթների ընթացքում նույնիսկ,
պետք է այդ քաղաքական համակարգերը ձևավորվեն եւ մենք այդ քաղաքական համակարգերը պետք է այդ 1.5 տարվա խնդիրը սպասարկել։ Բայց արդեն պիտի տեսանելի լիներ, սահմանադրական դատարանի շուրջ ինչ որ տեղում, արդեն ինչ որ բաներ պիտի տեսանելի լիներ։ Սահմանադրական դատարանը նախընտրական process-ի շարունակությունն է։ Մարդիկ այն հին ընտրությունների ներքայով են գնում։ Այն ենթադրենք, որ հետընտրական ինչ-որ բաներ, բայց 2017-ից հետո հետընտրական զարգացումներ Հայաստանում չեն։ Իդեպ դա էլ ունի իր պատճառը։ Մենակ հարցը այս ընդդիմության ոչ հեղափոխական բնույթը չի։ Խորհրդարանական ընտրությունները իրենց բնույթով մի քիչ ուրիշ են քան նախագահական։ Խորհրդարանական ընտրություններում հաղթողները շատ են։ Դժգոհ, բայց ամեն մեկը ինչ-որ մաս վերցնում է։ Դրա համար փողոց շատ ուժեղ չի։ Այս նախագահականը պարտվել ես եւ մի հոգի է։ Մի հոգի է հաղթում։ Մնացած սեգմենտները բոլորը փողոցի մասին։ Հիմա խորհրդարանական աշխատանքները սկսելու են, վստահաբար որ ճիշտ է, նորից ենք ասում, որ ճիշտ կլինի, որ այդ մանդատները վերցնեն, որտեվ չի կարելի դա չօգտագործել։ Ես միշտ բոյկոտին ու հրաժարումին դեմ եմ եղել, միշտ։ Դա ոչ մի կապ չունի ուրեմն ընտրությունների արդյունքների ճանաչում ես, թե ոչ լեգիտիմությունը ճանաչում։ Եվ հետո մի բան էր, եթե Նիկոլեվս պայքարը սկսել պատկասնել падգամավոր չլիներ, չէ՞ որ նոր սկսել են իրապայքարը։ Շատ կարևոր է եւ հետո մեր նման երկրներում այլ բան, քանի տեսեք շատ ու շատ իր պիտի լինեն, ում են գործում խորհրդարան։ Այո։ Այդ հա։ Եվ երկրորդը խորհուրդ կտամ մեր գործընկերներին, ովքեր պիտի մանդատներ վերցնեն կամ քաղաքական ուժերին կոմֆորտային բոլոր բոնուսներից հրաժարվել։ Դե դա չպիտի լինի, դե մենք հենց դրա համար ենք, որ դա չպիտի թույլ տալ նրա։ Պաշտոն չվերցնել Հա, դա նկատել։ Այո, իհարկե։ Հա։ Այսինքն գնալ ուրիշ խնդիր իրենց արժեք դրա։ Գմա հստակ դի հայտարարվի, մենք գալիս ենք ժողովրդի տրամադրությունները ստեղ բերելու, ստեղից փողոց տանելու համար։ Այսինքն այդ բաների դոնթի բանաձևի այդ լգոտաներ բան, դրանից պիտի կատեգորիկ հրաժարվել, մանավանդ բոլոր առումներով ռեսուրսակիր ընդդիմության հետ գործ ունենք։ Ռեսուրսներ կան էլի այդ արհեստական լծակներից հրաժարվել։ Մեկ այդ հանձնաժողովի նախագահ կամ փոխնախագահ ոչինչ չի տալի ընդդիմությանը, մեծ հաշվով։ Դուք եք գիտեք, ես է գիտեմ, այնտեղ պատավատ քարտուղարուի բան այդ բանից դուրս բան չի տալի, որտեղ եթե լծակ չունես։ Այսինքն պետք է ցույց տան, որ մենք խորհրդարան ենք մտնում ոչ ձեր համակարգին ինտեգրվելու բանով, էլի։ Այդ շատ կարևոր բան է, շատ կարևոր մեսեջ է ժողովրդին, որովհետև ժողովրդը ինչի է ասում, ասում չեմ ուզում, չէ՞, դուք գնաք իշխանական կոմֆորտի մեջ տեղավորվեք, մեզ մոռանաք եւ այլն, այս տրամադրությունները կան։ Ես այս առումով ժողովրդի այն արդար զայրույթը, որ կար, մի քիչ մեղմված եմ հիմա տեսնում, այսինքն որ մարդկանց բացատրում ես, հա, մարդկանց բացատրում ես, սկսում են հասկանալ, մանավանդ շատ բարդ բան չենք բացատրում, հա, չվերցնելը նշանակում ավելի թանկ պայքար, ավելի ծախսատար, ավելի ռեսուրսատար պայքար, որտեղ եթե դու չես։ Չէ, հետո պարոն Սուրենյան, դուք հենց ձեր խոսքի ինչով սկսեցիք, որ այսպիսի նախադրյալներ կան, չէ, աշխարհակաղակական եւ այլն, եւ ոչ մեկ չգիտի ինչ կարող է լինել, ասենք 10 օր հետո կամ 1 երկրից, մերպես հարևան երկրից երկու օրինակ բերեմ։ 2004 թվին Սաակաշվիլին չվերցրեց, որտեղ վստակ ուներ սցենար, հեղափոխական, արդեն ուներ այդ սցենարը, մարդը գնաց կերծվել էին ընտրությունները, չվերցրեց մանդատները, որտեղ ինքը 4 օրում փողոցի հանգուցալուծում էր տեսնում։ Մենք չունենք դա։ Իհարկե, 2025 թվին էլի Սաակաշվիլի կողմնակիցները հիմա արդեն չվերցրեցին, բայց ոչ մի սցենար փողոցի չունեին, հիմա վրացական ընդդիմությանը ով է լուրջ վերաբերում։ Ոչ մեկ, որտեղ իրանք Վարդգեն Մանուկյանն այդ ժամանակվա ուներ, չէ, հրաժարվեց, բոյկոտում էին, բան չէին։ Չէ, իրանք մանդատը վերցրել են։ Չէ, վերցրել են, բայց հետո ինչ որ բոյկոտ։ Դա ուրիշ է, կարաս մի հատ մտնես, մի փուլ բոյկոտես, հստակ հայտարարի, դա նորմալ է։ Այդ բոյկոտը վերցրու մանդատը բոյկոտի, ինչ որ փուլ եթե գտնում ես որ բոյկոտը աշխատել է։ Չէ, բոյկոտն էլ չի աշխատում, ես գիտեմ, ինչ որ փուլի աշխատում։ Բոյկոտը չգիտեմ ինչ է անում։ Ես ասեմ, ինչ որ փուլի աշխատում։ Մի քանի անգամ Հայաստանում դա փորձել են Ես կարամ բերեմ մի հատ ավելի ուրիշ թարմ օրինակ մեր պատմությունից։ Արդարություն դաշինքը հիշում եք Ստեփան Դեմիրճյան մյուսներ իրանք խորհրդարան որ մտան 2000 հետո սկսեցին չգնալ բայց քանի որ փողոցել չէին կարող գեներացնեին
Այդ արդարություն դաշինքի մաս կազմող ոչ մի կուսակցություն 2007-ի ընտրություններում նույնիսկ 2% այդ դրա մասին է ասում, որ դա կարող է լինել այնպես որ պիտի գնալի։ Այս բանը քաղաքական կյանքը մոդերացիա է, պիտի հստակ հաշվես, որ ճանապարհով ինչ է ասում։ Հետո նաև մեր նման երկրներում են չկայացած ինստիտուտներով, ընտրական համակարգով եւ այլն, փոփոխությունները շատ անգամ ֆորս մաժորային իրավիճակներում են, չէ՞։ Այնքան խոցել ենք արտաքին միջավայրի այո, հետևաբար նորից եմ կրկնում, հետո մի հատ բան ասեմ, ենթադրենք, տեսեք, մի հատ ուզում սա էլ մեր ժողովուրդը հասկանա, ենթադրենք խորհրդարանում ընդդիմություն չկա։ Ինչ անել, գնալու են Չէ, իշխանափոխությունը լեգալ ճանապարհով ոնց անելու։ Ենթադրենք հասունացել է, պիտի լինի։ Բայց եթե հասունանա, մենք ունենք այսքան падգամավոր, մի քանի падգամավոր քվեարկեն եւ կլինի ոնց որ եղավ։ Չէ, դրա համար ուզում եմ ասեմ ընդդիմությունն է։ Չէ, հետո Նիկոլենք որ խորհրդարանում են քանի հոգի էր Նիկոլենք։ 7։ Ահա 7 հոգի են։ Բա ոնց այս ճշմարտ արդյունքում բոլորը Հարապետականով Ծառուկյանով գնացի քվեարկեցին։ Հեշ մանդատը չի խանգարում։ Չէ, մանդատից հրաժարվելը դա աբսուրդ է, մանդատները պիտի հիմա ունեն 3/5-ը 60%-ն, ընդդիմությունը 40% ունի։ Ահա։ 40%։ Քանի падգամավոր, մոտավորապես Դե տեսեք 29 գումարած ուրեմն 29 գումարած 12 41 падգամավոր ունեն նրանց 64-ի դիմաց բավական բան չի էլի շատ մեծ խզվածություն չի հետևաբար դա նկատել տեսեք ոնց որ թե հաջողեց բան էս իր հետ ընտրական հաշվեհարդարը ինչով եք բացատրում կեղծել է, մարսել է, հիմա վստահ է, որ սահմանադրական դատարանում չի մարսել։ Երկի ոչ։ Ինչ է իրեն տալու, այսինքն տեսեք, հիմա ինքը փաստորեն դեռ վտանգ տեսնում է, հա, հատկապես Գագիկ Ծառուկյանը մնացել իր կոկորտին։ Ինչու։ Հաստատ Վենցես Մեդվեդևի աննմանաբնույթ այլ հայտարարությունների պատճառով, որովհետև ինչ որ մեկը երբ որ իրանից սպրոսանի դրսում, անդադ ասելու են տղա ջան, դու էլ մարդ ես, որ մի հատ խմբակցությունից անուններ տալու են այդ խմբակցությունը։ Մանդատը սխալ է։ Այսինքն իր ապօրինի լինելու թեստն է։ Դե միակ երկիրը այդ Ռուսաստանն է, որովհետև նույն Եվրոմիությունը ողջունում է, ուզում է մարդել ու դիքասեն նորմալ է միացյալ նահանգները։ Ունեցավ արևմուտքը անպայման։ Բա ի՞նչ է։ Դանիել Յոհաննիսյանի հայտարարությունը հիշելու է։ Բանակ մեղմացնի, ինքը ավելի է սրում Ծառուկյանի հետ։ Չէ, դա ուրիշ բան է համար անում։ Նա պիտի ռուսամետ բոլոր ուժերին կարողանա գլխատել, որ Ռուսաստանին ասի ուզեք չուզեք իմ հետ պիտի խոսակ։ Այլ դրաման է դա։ Ոնց գլխատի, դու 40 քանի հոգի գնում են խորհրդարան։ Դուք ասեցիք գնում եք ոնց հաշվարկը նրա վրա է, որ լիդերներին մեկուսացնելուց հետո այդ խմբակցությունների հարցերը ինչ-որ ձևով կլուծի։ Հա, այդպես։ Դրա համար եմ ասում, քաղաքական համակարգեր պիտի ստեղծենք, որ դա հնարավոր չլինի։ Ինքը հիմա բոլորին գլխատում է, այս հատկապես 3 ուժերին, թողնել են մյուս ուժերը, որպեսզի ասենք Ռուսաստանին ասի դե ոչ մեկ չկա, ուզես չուզես պիտի իմ հետ պայմանավորվես։ Այդ դրա համար է ինքն էլ փոխադարձում խաղը։ Ինքը հրապարակային փոխադարձում է, բայց մյուս կողմից Ռուսաստանի համար սա իմիջային համաշխարհային խայտարակություն է, եթե այդպես է, որտեվ ինքը կանգնում է Պուտինի հանդիպման ժամանակ ասում է ռուսական բանես ուժերի նկատմամբ դու այսպես, հետո դրանց եթե այն ինչի մասին դուք խոսում եք Անի Նիկոլը կնշանակի, որ Ռուսաստանը այսպես իմիջային առումով զրոյանում է, չէ՞։ Տեսեք, Հայաստանը Իրան չի հայ-ռուսական հարաբերություններն էլ Ամերիկա-իրանական հարաբերությունները չեն։ Մենք շատ փոքր սուբյեկտություն ունեցող երկիր ենք։ Շատ մեծ Էրդողան քեռի ունի, Ալիև հոպարի տղա ունի։ Հա, բայց այդ դեպքում կրվախնձոր ես դառնալու, անկանխատեսելի երկու։ Հետո միտք եք ասել։ Հետո գիտեք ինչ կա, այդ թուրքական գործոնն էլ է մի քիչ հարաբերական։ Ի վերջո ակնհայտ է, չէ, որ եթե օրինակ ռուս-ամերիկյան գլոբալ համաձայնություններ լինեն, ազդեցության գոտիներ են էլի բաժանվելու վարագույրը քաշելու։ Դա առայժմ տեսանելի չի։ Եկեք շատ վստահ չէ, Թրամփը ավելի է մոտեցնելու ամերիկյան գեգեմոնիայի վաղճանը։
արդեն մոտեցել է։ Ես ռուս-ամերիկյան հարաբերությունների Դե, մասին որ հեգեմոնիայի վարչանը լինի։ հա, բայց իլյուզիա կար չէ, որ թե հիմա Թրամփը կգա, բայց իրականում տեսանք 6 ամիս հետո լրիվ ուրիշ աշխարհում ենք զարթնելու, որտեղ հիմա նախադեպ էսկալացիա սկսվելու նաև ուկրաինական պատերազմում։ Այո, դրա մասին էլ եմ ուզում խոսել, բայց միջև այդ այսպիսի մի միտք էի ասել հոգով բոմժերի իշխանությունը նկատի ունենալով, որ ինքը նախ հայտարարեց, որ այդ մեծ գործարարներ, բարերարներ, այդպիսի հնարավորություններ ունեցող մարդկանց դարձնելու է բոմժեր եւ հիմա էլ էս իր տերորը, որ շարունակում է լիդերների նկատմամբ, դե ինչի միայն Գագիկ Ծառուկյան, տեսենք իշխանի նկատմամբ ինչ արեց հայ-աղբական դաշնակցության եւ ոչ միայն, հա, էլ չեմ ասում 700 հոգի ձերբակալված ուժեղ Հայաստանից, այո, Չալաբյանի նկատմամբ։ Տեսեք, հոգով բոմժ, ինչի եմ ասել։ Ընդհանրապես իրանց վարկագիծը հոգով բոմժի վարկագիծը, դա ի՞նչ է նշանակում։ Օրինակ կամերաների առաջ չտեսի պես հաց ուտել, առանց արժեք ստեղծելու հարձակվել հաջողության պատմություն ունեցող մարդկանց վրա։ Գիտեք, ընդհանրապես պետությունները, դուք ճիշտ եք ասել, հարստություն են համարում խոշոր կապիտալի ներկայացուցիչներին, որովհետև դա ձևավորում է երկրի ընդհանուր հարստությունը, ի վերջո։ Այս մարդիկ հոգով բոմժը չէ, բոմժերն են, չէ, ուրախանում դիմացինի սննկացման փաստով։ Իմիջիալից բան օրինակ կարող է թվալ։ Հիմա ցանկացած կայացած երկիր գնացեք, ասենք տեսնում ենք, չէ, այս ինչ դղյակը, այս ինչ թանգարանը, այս ինչ այգիներ, այս ինչ, դրանք գիտեք ում է ժամանակին պատկան է։ Նապոլեոնի նախարարին, այս ինչ արիստոկրատի դղյակը, այս ինչ չգիտեմ, ոչ են տարել իրանց այդ աշխարհ։ Այդ մնում է այդ երկրին հարստություն, չէ։ Հետո մի բան ասեմ, տեսեք։ Այս մարդիկ այսքան հարստություն որ ստեղծել են, մեծ հաշվով, չգիտեմ, մի սերունդ հետո, երկու սերունդ հետո, այդ ում հարստություն։ Բանի քաղաքակիրթ աշխարհում եւ մի հատ գնացեք հենց Ծառուկյանի ստեղծած այգի ու պուրակա ստեղծած, դրախտ լինի։ Տեսեք ինչի մենակայքի, բայց Հիսուսի պրոյեկտը, արձանի, բայց չեմ ասում Սամվել Կարապետյանի կառուցած ու արած այսինքն այդ մարդիկ ու այդ հանրային բարիքները, որ ստեղծել են հետները չեն հիվանդանոցներու չգիտեմ։ Հիմա տեսեք մի հատ բան ասեմ, սովորաբար աշխարհի Այսինքն ճիշտ եմ ասում, դա իհարկե պետության հարստությունն է։ Երկրներում եւ ոնց է, ավելի կոշ դիրքորոշում են ունենում ուժային նախարարները, իրաց պաշտոնից ելնելով։ Եվ ավելի կառուցողական կամ գործընկերային դիրքորոշում են ունենում տնտեսական բլոկի նախարարները։ Չէ, որտեվ իրանք ուղիղ ժողովրդի բարեկեցության բաների հետ կապ ունեն։ Էս բավոր բոմժի օրինակ Գևորգ Պապոյանը ի՞նչ է։ Նստում է հերոստացույցի առաջ, ասում է, բանի այն շանգրիլների լիցենզիան վերցրու։ Հա, ու դրա Հիմա ես ասեմ, վերցրու։ 500 աշխատատեղ փակել ես։ Չէ, բայց այդ որ մեծ մի հատ այդ փողերի մասի խոսք։ Տարեկան 6 միլիարդ դրամ Ալեքսանյանի կիննա, ինքնա, ձեր ծոցի գործարարներն են, ձեր սրտի գործարարներն են, օլիգարխներն են։ Այդ ոնց է լինում կառավարության նիստի ժամանակ, վեր եք կենում միլիարդերի համար հարկային արտոնություններ եք տալիս, գումարներ եք տալիս Սամվել Ալեքսանյանի նման։ Մի րոպե, այդպես միլիարդերը գիտեք ինչ հիմնավորվում, աշխատատեղ է ստեղծում։ Այսինքն դուք ընդ փակում եք աշխատատեղը մարդկանց ուղարկում եք տուն, պետության բյուջեի հաշվին փողը տալիս են, այս մարդկանց բաներ են անում, խնայողություններ են անում, 6 միլիարդ, ասում եմ, տարեկան բյուջե էր, մուծում այդ բանը խաղ։ Դուք մենակ եք ասում, մնացած տեղերում էլ ինչքան բաներ կա։ Զավոդը, բա հեծերի, գիտեք ես լրիվ բեռան նստելու բյուջեի։ Իհարկե։ Ես իհարկե։ հետո ես բոմժերն էլ իրա բնավ բայց մյուս օլիգարխներին էլ մի հատ բանը խորհուրդ կտամ։ Նիկոլ Փաշինյանի հետ համակեցություն մեկա չեք ունենալու։ Վաղը մյուս օրը ձեզ հասնելու, նույնիսկ այն մարդկանց, որոնք թվում է այսօր յուրային են իրան, որովհետև ընդհանրապես անձնիշխան համակարգի ինչ է, իսկ ինքը կատարյալ գնում է դրան, որ ամբողջ կապիտալը պետք է վերահսկվի մենակ իր կողմից։ Միայն ու միայն։ Միայն ու միայն։ Եթե մեկին թվում է, որ ինքը հեն այն Նարեկ ինչ աներ։ Նարեկ Նալբանդյանի գործերը վատա, նաև համել ապաշնորեն է, իրանք ասում են ինչ որ սուպերմարկետինգներ բան չեն կարողանում աշխատեցնել։ Մենակ հարցը կա ապաշնոր չեն, կա ուրիշ պատճառ կա։ Չէ, նաև նկատի ունեցեք, ես դրա մասին էլ եմ խոսում։ Եթե բիզնեսը 100% պատկանում է կոնկրետ մարդու, ինքը շատ, եթե նույնիսկ ինքը չի կարողանում, շատ շնորհալի մենեջերներ է գտնում։ Գուցե այդ բիզնեսում որոշ իշխանամետներ փայ ունեն, դրա համար այդ բիզնեսների վրով իր սիրտը տակ չի։
Չէ, դնենց էլ չի էլի, որ երեկվա անգրագետ, կիսագրագետ թերի զարգացած մի հատ շո քնիչ, ես իմ սուպեր գործարարը եկելա հիմա ես իմ չէ պետք է կայացնի։ Այդպես էլ չի էլի։ Եկեք այդ թեմայով համեստորեն շատ ծավալվեմ, որովհետև տվյալ անձնավորության ու իմ մանկությունը իրար է տանց։ Ու վստահ եմ, որ դու գիտեք թերի զարգացած, կիսագրագետ։ Ամենայն դեպս ես էլ իր այդ աշխատած քնիչներին գիտեմ, միջև վերջերս պրոֆի չի, ես չեմ կարծում։ Դե ես չեմ կարծում, որ գործարար տես միամիտ դառնում են այն ամեն դեպքում։ Գործարարի համար ջիղ է պետք։ Օրինակ, տեսեք, երբ որ Բա ինչ եմ արեմ ասում, խնայի գործարար։ Տեսեք, կարանք Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի լիքը ասենք ինչ-որ բաց թողումների մասին էլ կարող ենք խոսել, բայց երբ որ իրանք տնտեսությունից խոսում են, դու մի անգամից հասկանում ես, որ գործ ունես, կայացած կենսագրություն ունեցող, գործարարի ջիղ, կազմակերպչական ջիղ ունեցող մարդկանց այդ ակնհայտ է, չէ՞, այսինքն ու այդ կերպա, գիտեք քանի մարդ է երրորդ հանրապետության պատմության մեջ հարստացել ու շատ արագ քաղաքական փոփոխությունների պատճառով ամեն ինչ գործում։ Ես այս պատմությունը միշտ ասում եմ ՀՀՇ-ի կարկառու Իդեպ իշխանություն։ Դες ասեմ էլի ձեր ներկայությամբ ՀՀՇ-ի կարկառու ներկայացուցիչներից մեկը ինձ մի օր պատմեց, ասեց, այն ժամանակ ոնց էր, ասում են, այս շենքը դուրդ գալիս է, հա, սեփականաշնորհի վերցրու, սա այսպես է, ինչ կոպեկներով բոլորին նվերներ են տվել։ Իմիջիայլոց վերջերս իմացա նաև գրողներից մտավորականներին էլ ինչ թանկ բաներ են, բոլորս գիտենք, չէ՞, Կազիրոկը ոնց է իհարկե լուսահոգի ռիփսի մեն բաժին ասեմ։ Ուզում ասեմ։ Չէ, ուրիշ բանի մասին եմ ասում, եւ ինչ էր պատմում ինքը։ Ասում էր այդպես, էս տալիս էին անկապ, քեզ, բայց ասում են 99.9% ապաշնոր էին։ Այդ շենքը ծախում էին, ուտում էին, մի հարկը ծախեցին, հետո երկրորդ, հետո երրորդ, հետո վերջում մի հատ ավտոտնակի հույսին մնացին։ Հիմա մենք ունեցել ենք, ոնց որ դուք ասեցիք, մատերի վրա հաշված մարդիկ, որ կարողացան, չեղա, մի Իմիջիայլոց իշխանության ներսում էլ մի հատ տես կայացած կա, ես չեմ ուզում բան անել։ Սուքիասյանը, հա, Սուքիասյանն է արտոնությունների, Սուքիասյանն ՀՀՇ-ական արտոնություններից օգտվել է, բայց ի տարբերություն իրանց բոժերի, ինքը, ասենք, մի քարի վրա մի հատ էլ քարա դրել։ Հա, իզինը իհարկե ես խիստ ափսոսում եմ իր քաղաքական ու քաղաքացիական։ Չէ, բայց եթե մարդը տենց առանց սրտի խորը ցավով ափսոսանքով հանգիստ է անդրադառնում նրան, որ հայրենիքի կեսը չկա, ահռելի տարածքներ տվել են թշնամուն, Արցախը տվել են թշնամուն, ինքը դրա մասին հոգ չունի, Հայաստանի Հանրապետությունից տարած, չէ, ավարտել Սուրենյանց, տվել են եւ դրա համար ինքը ցավ չի տեսնում, բայց եթե իր հետ կապված իր սեփականության հարցը լիներ 10 մետրի համար պատրաստ էր, ես ինչ աներ։ Բայց ես ուզում եմ ձեզ մի բան հիշեցնեմ, էլի, ես որ ես չասեմ, ինչ շատ վատ կզգամ։ Ես շատ լավ հիշում եմ, որ 2008 թվականներին երբ բժնի գործարք եղավ եւ Խաչատուր Գագիկ Ծառուկյանը պաշտպանել է Խաչատուր Սուքիասյանին, այո, բացայտ եւ ասել է որ ճիշտ է տեղի ասելա որ այո, Գագիկ Ծառուկյան, այո, Խաչատուր Սուքիասյանը բայց ես դրա համար անցած շաբաթ հիշեցի որ Խաչատուր Սուքիասյանը ես նույն բանը հիշել եմ, ասելով որ հիմա առնվազն դուք ձեր մաշկի վրա դա զգացել եք, բայց իրականում գիտակցաբար թե անգիտակցաբար ստացեց որ Խաչատուր Սուքիասյանը թուրքական ուժերի է պաշտպանում, համենայն դեպս այն ուժերն են իշխանության, որ Արցախը տվել են, մի հատ ախել չեն քաշում, Հայաստանի Հանրապետության տարածքներ տվել են, ախ չեն քաշում, այնքան սրիկատականք են, այսօր Բաքվի բանտում հայերը խոշտանգվում են, դրա մասին էլ դրամապես չի մտածում։ Ոչ թե Չէ, բայց համեմատելու չի, այնպես չի, հիմա եթե Գագիկ Ծառուկյանը պայքարի մեջ է մտել, թուրքական ուժերի համար չի պայքարում, պայքարում է որ գոնես հողակտորը մնա, այս մի քիչը մնա, ոչ թե բան միանա մի հատ ուժի, որ առանց աղ քաշելու Արցախը տվել է, Հայաստանի տարածքները տվել է, գերիների մասին էլ բացարձակ չի մտածում եւ հողա նախապատրաստում, որ վաղը 300,000 ադրբեջանցի կան մտնեն Հայաստան ու մարդակերությամբ զբաղվեն, ինչի մասին այսօր արդեն 10 անգամ ես ասել եմ, որ այսօր էլ ադրբեջանցիները հայրին, ուղղակի ոչ միայն գլխատում, էլ հայրի, գիտեք, չէ, դուք հետևեցիք, որ ես մեջբերում արեցի Պերճ Զեյթունցյանը ժամանակին Վլադսվի խոսքերը մեջբերել է, հետ լսեցիք դա։ Չէ, չեմ լսել դա։ Ես չեմ ձանձրան հոգնելու, սա կրկնել, որպեսզի այսպիսի դաժանություն եւ այսպիսի սարսափելի բան։ Ես հիմա սա կարծում եմ այնքան կարևոր է, որ արժե, ես իհարկե ստացվում է, որ երրորդ անգամ եմ ներում, բայց այնքան դաժան բան է, որ արժե սա նորից մեջ բերել։ Ուրեմն Ադրբեջանը Պերճ Զեյթունցյանի խոսքերն են 2010 թվականին։
հայտնի վստահ եմ որ ճանաչում են բոլորը հայտնի մտավորական եւ գրող ադրբեջանցիները վայրենի ժողովուրդ են 2010 թվին ասե հիշեք սահմռկեցուցիչ բան է մարդակերությունը ուզում եմ հիշեցնել խորհրդային միության գերագույն խորհրդի փակ նիստի ժամանակ ինչպես պաշտպանության նախարար Յազովը ելույթ ունեցավ ասելով թե ինչպես Բաքվում մի հայ աղջկան նրանք սպանել են խորովել եւ կերել չեմ հնարում հայտնի բան է մեկ այլ փաստ որ կատարվել է Մարաղայի սպանդի ժամանակ Սեդանով հայ կնոջ ադրբեջանցիները սպանել էին տանջանքներից խելագարված ամուսնուն ստիպել որ կնոջ միսը ուտի գիտեք Զարմանում եմ, որ այսպիսի փաստեր ունենալով ինչի շրջանառության մեջ չենք դնում։ Ես դեռ, այստեղ է շատ կարևոր, ես դեռ Գորբաչովին գրեցի, թե ընկեր Գորբաչով, ձեր պարենային ծրագիրը չի լուծվի մարդակերության միջոցով, եւ ես այսօր անդադ եմ կրկնում, որ Նիկոլ, ձեր խաղաղության ծրագիրը չի լուծվի մարդակերության միջոցով, որովհետեւ անգամ այսօր նորից եմ կրկնում, Հովհաննես Թումանյանն էր փաստորեն սխալվել, որտեղ ինքը ասում էր 1000 տարում Հազիվ մարդակերը Թուրքին նկատի ուներ, դարձավ մարդասպան։ Այսօր պարզվում է, որ թուրքերի մնացուկ ադրբեջանցիները, որտեղ կամ մոնղոլ թաթարների մնացուկ ադրբեջանցիները, որտեղ այդպիսի ազգ գոյություն չի ունեցել։ Նրանք շարունակում են մնալ մարդակերեր եւ այս փաստերը արձանագրված է։ Եվ մնացած դաժանությունների մասին եւ 2016 թվականին դաժան պատմությունները դուք լսեցիք, չէ՞, Թաթոյանը ներկայացրեց։ Դուք տեղյակ եք, չէ՞, ջերմուկի բարձունքների վրա ինչ են արել մեր հայրենակիցների հետ։ Տեղյակ եք, չէ՞, Արցախում ինչ են արել ծերերի հետ եւ երեխաներին գլխատած ֆուտբոլ են խաղացել եւ հետո այստեղ ավելի դաժան բաներ կա, որ հետո իր այդ նկարվել է, հետո այն մյուս փաստերը Թաթոյանը որ բերեց, որ հետո Սաֆարովի հետ է նկարել, որ հետո սա սելֆի են արել գլխատված գլուխներ, մի չգիտեմ ինչ սարսափելի բան։ Եվ ինչի խոսքս որտեղից եկա, որ այսօր այն գործարարի մասին, որ դուք խոսում եք, այդ գործարարը այսպես թե այնպես պաշտպանում է այս երկրի հետ կեղծ խաղաղության գնացող ուժի։ Կեղծ խաղաղություն բարեկեք չօգտագործենք։ Ընդհանրապես բան։ Ով Նիկոլ Փաշինյանի հետ է երկու բան պաշտպանում։ Երկու բան։ Առաջին պաշտպանում է ադրբեջանական վասալիտետի բոլոր պայմանների ընդունումը, այսինքն ազգային նվաստացումը, եւ երկրորդ պաշտպանում է հայ-ռուսական հարաբերությունները պատերազմի ռելսերի վրա դնելու քաղաքականությունը։ Հələ մնացած բաները չասեն։ Երկու գլոբալ աղետ է պաշտպանում։ Այո։ Ինչի մասին նաև Մարգարիտա Սիմոնյանն է, չէ՞, խոսեց ասեց։ Տեսեք, հիմա այսպիսի մի բան էլ կա, էլի հակառուսականությունը այնքան խոր են նստացրել էս 30 տարում արևմտամետները իրենց գրանտներով, իրենց ծրագրերով, լրատվամիջոցներով եւ այլն։ Մեծ բարերար Քրքրքոյան։ Չի քննարկում, չէ՞, սա, այսպես ասած, մեծ հերոսի բաներ ստացել է։ Այո, ազգային հերոս։ Այո։ Իր բարերարությունը 280,000-300,000 դոլարի մասին էր խոսքը, բայց այն ժամանակների համար դոլարը բավականին արժևորված էր եւ մեծ հսկայական գործ է արվել երկրորդ նախագահի օրոք հենց այս գումարներով։ Հսկայական, ոչ մեկ չի վիճարկում։ Այսօր հակաքրքրանական ոչ մի տրամադրություն Հայաստանի Հանրապետությունում չկա, որովհետև ասում եմ, բայց մեկ այլ բարերարի մասին եմ խոսում, որի արած բարերարությունը հասնում է մոտավորապես 1 միլիարդի մի փոքր է պակաս, 800,000 դոլարի մասին է խոսքը, մոտենում է 1 միլիարդի, Սամվել Կարապետյանի մասին է խոսքը։ Ուրեմն ինչ է նշանակում, եթե ինքը կայացել է Ռուսաստանի Դաշնությունում, իրան փորձում են չգիտեմ ինչ ներկայացնել, չասեմ Գագիկ Ծառուկյանն էլ չի կայացել բանում Ռուսաստանում։ Բայց Քրքրքոյանի անունով փողոց են դնում, բայց Սամվել Կարապետյանի եւ Ծառուկյանի նկատմամբ սենց տերոր է, էլի։ Դե արի ու հասկացի։ Հակառուսական, որտեվ պահոպատական չի ասում Բելարուսամետ կամ կամիկացի։ Տեսեք, ես նախ ասեմ, որ ինքն է հասարակական տրամադրություններից այդ ընկեր Նիկոլ Փաշինյանը։ Պաշտոնական թվերը վերցրեք։ Հասարակության առնվազն ըստ պաշտոնական տվյալների, կեղծված տվյալների, հա, հասարակության առնվազն 40%-ը դեմ արտահայտվել Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմանը։ Այդ հենց կեղծված բաներ եք ասում։ Այլ կեղծվածն եմ ասում։ Ես համոզված եմ իր էլեկտորատի մի զգալի մասը լա դեմ, որ իհարկե այդ մարդիկ քվեարկելով պատասխանատու են։ Գիտեք, էմոցիոնալ մակարդակում գուցե հակառուսականությունը շարունակում է, բայց երբ որ փաստերը մարդիկ
իրանց մաշկի վրա զգում են, հասկանում են, որ այդ Ռուսաստանի դեմ հակադրությունը վերջանալու է պետականության կոլապսով։ Ես վստահաբար ձեզ ասում եմ, հələ տեսեք, մի հատ բան YouTube-ով ձեր մոնիտորինգ արեք։ Առաջ օրինակ 2 տարի առաջ եթե ես նույն բաները ասեի, 10-ից 9 կգրեին Կրեմլաստրուկ, Ռուսաստրուկ եւ այլն։ Հիմա ավելի քչացել է վստահ եմ։ Այսինքն այդ հասարակական տրամադրությունների դինամիկա, այդ Լավ բան ասեցիք, ինքն էլ չի տիրապետում։ Այո, ինքը չի տիրապետում։ Մի տվյալ ուրեմն 423 միլիարդ, շնորհավորում եմ ձեզ, սիրելի հայրենակիցներ, այն 300,000-ը, որ ձայն եք տվել Նիկոլին, միլիարդ դրամ տոկոս է միայն փակելու Նիկոլը վճարելու միջև տարեվերջ։ Բայց չի կարողանում սպասել։ Հəլ տեսեք 400, մի հատ լսեք, էլի, 423 միլիարդ դրամի մասին է խոսքը։ Եվ մի թեմայի մասին էլ խոսենք, Իսրայելը Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցներից մեկն էի լսում, այսինքն այդ փոքրիկ կտորեր եւ ինչ ասեց ցեղասպանությունը մեզանից դա ոչինչ կա, մեր իշխանություններից մեծ հաշվով ոչ մի բան կախված չի եղել, բայց ես չէի ուզենա, որ այսքան իջեցներ եւ թերագնահատեր ընդհանրապես որևէ իշխանության դերակատարում, ես կարծում եմ այնուամենայնիվ դա եղել է, բայց մեկ եւ երկու կարևոր բաներ առանձնացնում, առաջինը ասում է տվյալ երկրները ընդունել են ցեղասպանությունը, որովհետեւ Սփյուռքի հանգամանքը կար, հետո ապագայի մտրություններ բան, եւ երկրորդ աշխարհակաղակական ինչ-ինչ հարցեր, երբ որ պետք է լինում ճնշում բանեցնել Թուրքիայի վրա։ Դե որևէ մեկը չի կարող, չէ, հավատալ ցեղասպան Նաթանյահու բարոյական կերպար եւ ազնիվ մղումների վրա, որ այդ մարդը ինքը կոնկրետ ցեղասպան է, սա իհարկե հետո հաստատ մի քանի ինստիտուտներ ապագայում կուսումնասիրեն, թե ինչպես հոլոկոստի ենթարկված ժողովուրդը ինքը դարձավ ցեղասպան ժողովուրդ, հետո երկրորդ բանը կար, որ իրենք ուզում էին միակը եւ բացառիկը մնալ, որ այդ ցեղասպանության հոլոկոստի տակով անցել են եւ դրա համար այդպես էլ այսքան տարի շարունակ դրա մասին խոսում էին, բայց մի հատ փոքրիկ մաղագ էին իբրև բան էին, խաղաքարտ էին օգտագործում Թուրքիայի դեմ եւ այդպես էլ չէին օգտագործում։ Արդյոք հիմա սա անելով իր իմիջով հանդերձ Իսրայել երկիր պետությունը եւ ժողովուրդը եւ հատկապես Նաթանյահին, որ ունեն այսպիսի վարկաբեկված հեղինակություն աշխարհով մեկ, սա միջև ուր կգնա, այսպես ասեմ։ Տեսեք 1982 թվականից, որ առաջի անգամ Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերություններում ճգնաժամ նշմարվեց, հայկական ցեղասպանության հարցը առնվազն Թել Ավիվի կաբինետներում տարբեր մասշտաբներով օգտագործվել է։ Հիմա ստեղ ակնհայտորեն Իսրայել պետությունը իր վերաբերմունքը չի փոխել պատմական իրադարձությունների նկատմամբ։ Առաջի տեղում եւ բացառապես աշխարհակաղակական հետաքրքրությունն, այսինքն նրանք Թուրքիայի հետ կապված իրենց հակադրության process-ում որպես մանրադրամ օգտագործում են հայկական հարցը։ Ես ուզում եմ մեր հեռուստադիտողին հիշեցնեմ, որ 2024 թվականից սկսած Թուրքիան դադարեցրել է առևտուրը Իսրայելի հետ, դիվանագիտական հարաբերությունների մակարդակը զրոյական համարյա, իսկ Գազայի իրադարձություններից հետո Թուրքիան համաշխարհային մակարդակով ղեկավարում է հակաիսրայելական կամպանիա, բազմաթիվ դեպքեր կան, երբ որ բան անում, եւ հետեւաբար այս քայլը տրամաբանության մեջ է մտնում։ Ուրեմն նախ Քնեսեթը պիտի ընդունի։ Ուրեմն որ պահին Թուրքիայի եւ Իսրայելի միջև տորգը կամ առևտուրը կայացավ, ոնց մտել է այս հարցը, հենց էլ անհայտանալու է։ Ոնց որ բայց միշտ կայանում է, էլի մեծ հաշվով։ Երկրորդ, ով որ տեղյակ կա Իսրայել պետության առանձնահատկություններին, գիտի, որ հատկապես Պերեսի կառավարման շրջանում հոլոկոստը հռչակվել էր որպես բացառիկ ողբերգություն, հենց այդ պատճառով իրանք հրաժարվում էին համարժեք գնահատական տալ այլ ցեղասպանություններին կամ համանման, եւ այս շատ կարեւոր փաստ է, ես չեմ կարծում, որ հիմա բան է փոխվել, հիմա իրենց աշխարհակաղակական հետաքրքրություններն են փոխվել։ Երրորդը, այս ճանաչումը չի խաթարելու Ադրբեջանի եւ Իսրայելի ռազմավարական դաշինքը, ուզում եմ հիշեցնել, որ սա այն պետությունն է, որ 44 օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի գլխավոր ճարտարապետներից մեկն է։ Մեծ շահառուն է, դու գիտեք, որ իր բազաները Արցախում։
Իրանք ունեն Ադրբեջանն ու Իսրայելը առնվազն հետախուզական, էներգետիկ, ենթակառուցվածքային, լոգիստիկ շատ կարևոր համագործակցության դաշտ չի խաթարելու։ Օրինակ պարոն Ապետյանն ասում էր, չէ, ինքը ստիպված կլինի, որտեղ Թուրքիան ազդելու եւ մի կարևոր հանգամանք է, չենք մոռանում, որ վերնախավը Իրանի որտեղից էր վերադառնում եւ նաեւ տեսակետը որտեղից է թիրախավորվել Ռայիսին եւ իր կառավարության կազմը Իսրայելի Չորրորդը Իսրայելը մեր տարածաշրջանում հատկապես Իրանի դեմ ագրեսիվ իրավիճակում հետամպնդում է շահեր, որոնց կյանքի կոչման պարագայում Հայաստանի պետության գոյությունը կասկածի տակ է։ Դուք գիտեք այդ պլանը։ Օրինակ, երբ որ գիտեք շատ ակտիվ քննարկվող պլան է, որ եթե պատերազմը այլ ընթացք ունենար, անմիջապես դրա մեջ ներքաշվելու էր Ադրբեջանը երկրորդ ճակատագրի Իրանի դեմ։ Այո, բայց միջին օրակարգի Իսրայելի համար որտակը։ Եվ վերջապես, ինչքանով է պատվաբեր արժանանալ ցեղասպանության ճանաչման մի երկրի կողմից, որի առաջնորդը ցեղասպան է, միջև ականջները թաթախված է այլն այդ մարդը, այդ Գազայի հատվածում, չէ, ասենք որ Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն միջազգային տրիբունալ է դիմել։ Իսկ ընդանես մասնավոր դեպք չի։ Իմիջիայլոց սա նույն Նեթանյահուն է, որի եւ Թրամփի համատեղ ջանքերով բացի այդ Գազայի ցեղասպանությունը թիրախավորվել է Մինաբի կանանց Իրանի այդ դպրոցը Մինաբի, որտեղ այսինքն սա հումանիստական նկատառումներով կայացված որոշում։ Իրանց գործն է, իրանց եւ Թուրքիայի գործն է, այս պարագայում ամենաճիշտ պատասխանը դա է։ Ընդհակառակը մենք մեր արժանապատիվ կեցվածքով պիտի ցույց տանք, որ որևէ կերպ մանրադրամ չենք դառնում։ Հիմա տեսեք, իսկ ինչ-որ վերաբերում է այլ երկրների։ Երկրներ կան, այո, որ ցեղասպանությունը ճանաչել են բացառապես աշխարհակաղակական շարժառիթներից ելնելով։ Բայց երկրներ էլ կան, որտեղ պետությունը ուղղակի եթե նույնիսկ չի միջամտել, Սփյուռքի լոբիի շնորհիվ շատ ակտիվ դերակատարություն է ունեցել մեր պետությունը, նկատի ունեմ Հայաստանի Հանրապետությունը։ Եվ մի քանի տասնյակ երկրների օրինակով առանձին կարող ենք ասել, որ երկիրն աշխարհակաղակական շահեր հանդի դե Ֆրանսիայի պարագայում այնքան էլ աշխարհակաղակական շահեր չի, Ֆրանսիան անգամ մերժողական ժխտողականությունը դատապարտելի։ Այսինքն նայած որ դեպքի նկատի ունենք, նայած ինչ միջավայր է եւ նայած ինչ հանգամանքներում է տեղի ունեցել այդ բաները։ Շատ լավ։ Եվ վերջին հարցը, դուք տեսաք թե Երևանի քաղաքապետարանում ինչ եղավ, ինչ նպատակ էր հետապնդում, որ վերջնական վախեցնել Բարգավաճ Հայաստան Մայր Հայաստանին, թե Չէ, դա Մայր Հայաստան Բարգավաճի հետ կապ չունի։ Թե դա հատուկ արվեց, որ տեսեք ինչ է սպասելու ձեզ, եթե գաք խորհրդարան, այսինքն իրենք Մարիամ, իրենք չեն ուզում, որ տեսեք, ամեն քայլով Նիկոլեն ցույց են տալի, որ իրենք կգերադասեին Չէ, ուղղակի այս հատվածը։ Իրենք կգերադասեին, որ ընդդիմությունը մանդատները չվերցնեն, հետևաբար անպայման պետք է վերցնել մանդատները։ Միանշանակ հիմա ես ասեմ, դա գլոբալ այո, ուժս տեսարան էր բեմականացված ընդդիմության համար, բայց էլի մի հատ բան հիշեցնեմ։ Սրանց վախը միշտ կարող ես բռնես, երբ որ շատ համարձակ նախահարցակ ես լինում։ Այսինքն այդ թող կինոյի տեղա չդնեն, առնվազն մի առիթով էլ Բորիս Մուրազին հյուր կանչեք կհարցնեք, ինքն էլ ձեզ կպատմի տարբեր տաղավարներում ոնց էին թրջված մուկ դառնում ԿՊ-ի երևելի այսպես կոչված գործիչները, իմիջիալոց Նիկոլ Փաշինյանին էլ խրախուսում եմ թիմի կեղտը մի անգամից վերև հանել, թող շարունակի բարի ավանդույթները, Ռուբինյանը ազգային ժողովի նախագահ, Ալեքսանյան Վահագին էլ տեղակալ ընտրել։ Չէ, շատ լավ է, շատ լավ է։ Իմիջիալոց ասեմ, ցանկացած ռեժիմ փտելու հատկություն ունի, էլի, սրանց փտելու գործ։ Չեք տեսնում ես ընտրություններից հետո։ Բայց ասում են թողենք չեն համաձայնում Սուրենյանց, դու նույնակ համաձայն չես, իր ընտրողներն իրանց թողենք,
Մի քիչ ընդդիմությունը բան չէ։ Ուրեմն այս ընտրությունից հետո մի հատ շատ հետաքրքիր բան եմ ես նկատել, ուզում եմ էտել ասեմ, նոր եզրափակենք լավատեսական նոտայով։ Ճիշտ է, մեր հասարակությունը մի քիչ ներված է եւ այլն բան որ ունի սիրո չերավ։ Բայց ես մի բան եմ նկատել, դիմադրության շրջանում այս անգամ թևաթափություն, հիասթափություն չկա։ Շատ ավելի սառը եւ սթափ է տեղի ունեցած։ Այո, այդ շատ լավ նշան է, բայց մի ընդհակառակը հաղթողների ճամբարում ներվային ստրեսի ասեղի վրա են նստած։ Ոնց որ Բյուրոսյան հաղթանակ տերմին կա, չէ՞, պետք չի շատ դուխաթափել, էլի հիասթափվել։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։